Փայտե քրեղաններ, գդալներ, աղամաններ ու սնդուկներ, հմայիլներ ու օրորոցներ։ Ժամանակին փայտը լայնորեն կիրառվել է մեր կենցաղում։ Ժամանակները փոխվել են, առարկաներն ու դրանց նյութերը նույնպես։ Այսօր իմանալու համար, թե ինչպիսի փայտե իրեր են կիրառել մեր նախնիները, պետք է թանգարան գնալ։ Բարեբախտաբար Երևանում կա այդպիսի թանգարան։ Այն գտնվում է Պարոնյան 4 հասցեի այս բազմաբնակարան շենքի առաջին հարկում։ Պայմանականորեն ունենք 5 բաժին՝ հին մշակույթի, քանդակի, կիրառական արվեստի, ազգային երաժշտական գործիքների և ավանդական կահույքի։ Սևծիսական կճուճներն են ներկայացված հին մշակույթի բաժնում, մերթվարկությունից առաջ երկրորդ հազարամյակ գաթանախշիչները, սկավառակաձև դաղդղանները, կիսալուսնաձև հորինվածքով, գդլնոցները, մեջտեղինը բացված նռան տեսքով, կանացիակերպ աղամանները, որոնք որ խորհրդանշում են կնոջ և աղի պաշտամունքը։ Գդալներն ու շերեփները հիմնականում պատրաստվել են պտղատու ծառատեսակներից, քանի որ դրանց փայտը հրակայուն և ջրակայուն է։ Եթե հնագույն մշակույթի բաժնում ցուցադրված է թանգարանի աշխատակիցների երկարամյա հավաքչական աշխատանքի արդյունքը, ապա կիրառական արվեստի բաժնում արդեն մերօրյա փայտագործ վարպետների աշխատանքներն են, հետաքրքիր հորինվածքներով, տարատեսակ զարդանախշերով, տարբեր նյութերի ինկրուստացիայով, ընդելուզմամբ։ Հնում հայկական տներում եղել են այսպիսի կարպետահյուս կամ փայտից գդլնոցներ, որոնց վրա ընտանիքի յուրաքանչյուր անդամ ունեցել է իր գդալը կախելու տեղը։ Այս ցուցափեղկում դաղդղաններն են։ Դաղդղան անուն է եկել է դաղդաղ ծառատեսակից։ Չարաչքից պաշտպանվելու համար են օգտագործել։ Մեծ դաղդղանները կախել են կենդանու վզից, փոքրերը, որոնք որ մեդալյոններ են, կրել են կանայք և երեխաները տարբեր տարածաշրջաններում։ Այս թանգարանում իմ ամենասիրելի ցուցանմուշները գաթանախշիչներն են ու խմորի, թխվածքի և ված լինելը ստուգելու փայտիկները, որոնցից ամեն մեկը մի մանրաքանդակ լինի ասես։ Գաթանախշիչը համարվում է հայերի ձեռակերտ արևը։ Յուրաքանչյուր տանախչիկ, յուրաքանչյուր տանկին ունեցել է իր գաթանախշիչը, ու ոչ մի անգամ նախշը չի կրկնվել։ Եվ պատրաստած գաթայից արդեն իմացել են, թե որ տանտիրուհու ձեռքի աշխատանքն է, ձեռքի թխվածքն է, տարբերում ենք սկավառակաձև, քառակուսի, սանրաձև, գաթանախշիչներ։ Առանցին խոսակցության նյութ են աղամանները, կանացիակերպ ու հավքակերպ, երկմաս, բազմահարկ։ Մեզ մոտ ունենք եզակի աղաման, հանելուկագիր հավքակերպ աղամանը, Աշոտ Մելիքյանի աշխատանքն է, աղամանի վրա գրված, արձանագրված հանելուկը։ Մեկը նշեմ, սուփրիցը, ով ինձանից ուտի ոչ, բան չի հասկանա կերածիցը։ Փայտարվեստի թանգարանը հիմնադրվել է 1977-ին։ Այն ժամանակ Հայաստանի փայտարդյունաբերության նախարար Ալբերտ Ստեփանյանի, նկարիչներ Գրիգոր Խանջյանի, Վանիկ Շարամբեյանի և հիմնադիր տնօրեն Հենրիկ Սոլախյանի ջանքերով։ Հավաքչական գիտահետազոտական գործունեությանը զուգահեռ թանգարանը եղել է կրթօջախ։ Ցուցադրվող վարպետներից շատերը հենց այստեղ են փայտագործ դարձել։ Յուրի Աբրահամյան, Արսեն Սրկոյան, Մկրտիչ Աղաբալյան, Աշոտ Մելիքյան, Կարեն Խաչատրյան։ Ավանդական կահույքի, մանածագործության պարագաների, երաժշտական գործիքների հարևանությամբ ցուցադրվում են քանդակագործներ Լևոն Թոքմաջյանի, Երվանդ Գոջաբաշյանի, Գագիկ Ղազարյանի, Ռաֆիկ Խաչատրյանի փայտե քանդակները։
2013-ին թանգարանը հրատարակել է «Փայտե քանդակ» ալբոմը, որտեղ ներկայացված է թանգարանի քանդակների ամբողջական հավաքածուն։ Մենք յուրաքանչյուր տարի, յուրաքանչյուր ցուցահանդեսից հետո ունենում ենք ամփոփ պատկերը ներկայացնող ցուցահանդեսային ալբոմներ, օրացույց ալբոմներ, այցեքարտերը մեր էջանիշեր, ունենում ենք նաև թեմատիկ օրացույց ալբոմներ, որտեղ որ ներկայացում են օրինակ հացի մշակույթը, գինու մշակույթը։ Վերջին տարիներին թանգարանն ընդլայնել է իր տարածքը։ Հարևանությամբ գտնվող Պարոնյան 2 շենքի առաջին հարկում է գտնվում Փայտարվեստի թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահը։ Մեր նկարահանման օրն այստեղ ներկայացված էր «Մեկ գաթանախշիչ, մեկ ճակատագիր» ցուցահանդեսը, նվիրված հայոց ցեղասպանության զոհերին։ Կեսարիայից մի ընտանիք 1915-ի գաղթի ժամանակ ամենաանհրաժեշտ իրերի կապոցում փրկել է այս գաթանախշիչը, իսկ 1982-ին Իսպենչյան գերդաստանի ժառանգները Կանադայից բերել են այն եւ նվիրել թանգարանին։ Մենք մի օր հենց այնպես օր չենք ունենում եւ հենց թանգարանի գիտահետազոտական աշխատանքի շնորհիվ վարպետների եւ հիմնադիր տնօրենի Հենրիկ Սոլախյանի ջանքերով է, որ հիմա թանգարանը կա այնպեսին, ինչպեսին որ դուք տեսնում եք, մոտ 3000 ցուցանմուշներով։